Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց Թուրքին։ Հիմա այսքանից հետո Փաշինյանին ձայն տվող լինելու է, եթե իհարկե դեռ կար։ То չէ, այմա սկսենք մենք կսենք թողում այդ մարդերի տա դուք ես ընրվի։ Դուք ուզես ընրվի։ Բայց արդյոք իրանք ասածը մինչև վերջ կկատարեն։ Ես ինչի բանամ կնդրվի թե չի, դեք ժողովրդի կողմից է կախված, կնդրվի թե չի ընդրվի։ Այսօր կա մի իրավիճակ, երբ որ ընտրությունները կա, դուք տեսնիք, որ որոնց մարդկանց ինչ հայերին կմնելով կարող են իրենց կողմը թեքեն։ Հետո պետական կառավարությունը այսօր այնպես ունի իր լեզակները։ Ես պետական աշխատող եմ, կարող եմ վախեցնել աշխատանքս կորցնելուց, այն պիտի ընդրես։ Ու ճիշտ է, արդեն զիգ մնա իմ ներքին ընդրեմ, չընդրեմ կամ անվավերջ դարձնեմ իմ այդ ընդրելու իրավունքը, բայց այսօրվա դրությամբ էլ եմ ասում, եթե այլ երկիրներ միշտ մի մոռացեք, փոխվել է կայսրությունը, այսինքն Փաշան է փոխվել, բայց պանթուրքիզմը չի փոխվել, իրանք չեն մոռանա, իրանք հիմնական նպատակը կործանել Հայաստանն է, թե ինչ ձևով, ինչ լծակներով, ամենայն դեպս լենզի պես կան երևի որտեղ եք, որոնք էլի կերտանսաման կպաշտպանեն զենքը ձեռքերից չեն գցե, պետք է դաս թեփում չեն թողնում մեր հայրենիքը կործանվի։ Իսկ կառավարությունը ինչ կենե, ես լրիվ բան չեմ տեսնի։ Ես միկրոֆոնը տարեք իրանց բերանը կողեք, սեկոր ճիշտ բաներ խոսին, ոչ թե սուդու սխալ։ Քաղաքական տարբեր ուժեր կան, ասենք կան նախկիններ, ներկաներ եւ ասենք խոսքի վերցնեն Կարեն Կարապետյան։ Ու այ հասկանանք թե ով ինչի կուկա քաղաքական դաշտ։ Թուրքիան մեզ հետ ինչ գործ ունի։ Մեզ հետ ոչ մի գործողություններ չունեն իրանց։ Այդ Ռուսաստանն նոր մերն էր, չէ՞, այսպես լավ պատնեշ էր տված, որ իրանք իրավունք չունեին նոր անցնեն մեր կողմը։ Ինչ եղավ դառան մեր կողմը, եկան մեզի ճարտին, միացան Բաքվին, ճարտին սաղից Ղարաբաղը վերցրեցին։